ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնալիք։ Կոնգրեսի կողմից Կոնգրեսի օրենսդրական ղեկավարության միջոցով պահանջվող հետախուզական զեկույցում Ադամ Շիֆը եւ քաղաքացիական հասարակությունը աջակցում են Ամերիկայի հայ դատի հանձնախմբին։ Մեր ամերիկյան հետախուզական համայնքը հաստատում էին, ինչ մենք գիտենք, որ ճիշտ է, որ Ադրբեջանը ագրեսորն է, հայտարարել է Անկայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Ազգային հետախուզության տնօրենի այս վերջնական բացահայտումը ոչնչացնում է պետդեպարտամենտի երկարամյա հավասարության պատմությունը, ընդդեմ բոլոր ապացույցների, որը քաջալերում է Ալիևի ագրեսիան, պատասխանելով ադրբեջանական յուրաքանչյուր նոր հարձակման ընդհանուր կոչերով, խնդրանքներով բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից, պաշտպանել տևական եւ ժողովրդավարական խաղաղության գործը։ Այս շաբաթվա սկզբին հրապարակված զեկույցում, որը պատրաստվել է ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից, նշվում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանն այն երկիրն է, որը ամենահավանականն է վերսկսելու լայնածավալ հակամարտությունը, ցկտելով ամրապնդել եւ ընդլայնել այն ձեռքբերումները, որն ունեցել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ Հայաստանի դեմ ռազմական գործողության արդյունքում։ Զեկույցը շարունակվում է. Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերի կեսերին համատարած գրոհ է նախաձեռնել Հայաստանի դեմ միջազգային սահմանի երկայնքով, հարվածելով մինչև 25 մղոն Հայաստանի տարածք։ Սեպտեմբերի 14-ին ձեռք բերված հրադադարը հիմնականում պահպանվում է, բայց կարող է հեշտությամբ խարխլվել, քանի որ կողմերից յուրաքանչյուրը շարունակում է միմյանց մեղադրել ծանր հրետանի կրելու մեջ։ Չնայած սեպտեմբերյան բռնություններին, որոնց ընթացքում զոհվել է առնվազն 207 հայ եւ 80 ադրբեջանցի զինվոր, միջազգային միջնորդությամբ վերսկսվել է դիվանագիտական գործունեությունը, որը մեր գնահատմամբ օգնում է նվազեցնել հետագա էսկալացիայի ռիսկը։ Ֆրանս-գերմանական արտահայտության կողմից մարտին հեռարձակված Ադրբեջան Ղարաբաղ վերադարձի ժամը վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք էր բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական դիրույթում, ոչ միայն ֆրանսիահայ, այլ նաև ֆրանսիացի օգտատերերի շրջանում։ Ինչպես հայտնեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից, Arte France հեռուստաալիքի տնօրինության ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսիահայ եւ ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում, արված հրապարակումներում նշելով. Arte հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը դժգոհություն արտահայտող բազմաթիվ նամակներին ի պատասխան Arte հեռուստաընկերությունը ստիպված է եղել հանդես գալ ռեպորտաժի վերաբերյալ պարզաբանմամբ, մասնավորապես նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Arte Reportage հաղորդաշարով մինչ օրս հեռուստաընկերության կողմից պատրաստվել եւ վերարձակվել են հայկական կողմի վկայություններով մի քանի ռեպորտաժներ։ Հեռուստաընկերությունը նաեւ հավաստիացրել է, որ երբևիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը։ Ադրբեջանի ՆԳՆ-ի պետական անվտանգության ծառայության եւ գլխավոր դատախազության աշխատակիցները համատեղ հատուկ օպերատիվ միջոցներ են իրականացրել մի խումբ անձանց կողմից հանցավոր գործողությունները կանխելու համար։ Ըստ այդ գերատեսչությունների համատեղ հայտարարության, խմբի ձեռնարկված անդամների գործունեության նպատակը երկրում իրավիճակն ապակայունացնելն է, Իրանի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց հավաքագրելու միջոցով նյութական շահի ու կրոնական քարոզչության դիմաց։ Հաղորդվում է, որ Իրանում բնակվող եւ այդ երկրի հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռոֆուլա Ահունդզադեն եւ Բախտիար Բայրամովը գումարի դիմաց Թարթարի շրջանի բնակիչ Արիֆ Ջամշադովին հանձնարարել են ստեղծել դիմադրության ջոկատ Շարիաթի կողմից վերահսկող Քերիմե պետության ստեղծման, Ադրբեջանում զինված ուժերի անկարգություններ կազմակերպելու եւ սահմանադրական կարգի բռնի փոփոխության միջոցով իշխանությունը զավթելու նպատակով։ Ձեռնարկվածները ըստ պետական մեղադրանքի ներկայանալով որպես հավատացյալներ սոցիալական ցանցերում եւ հանրային միջոցառումների ժամանակ քարոզություն են իրականացրել։ Օգուտ Իրանի եւ կրոնական արմատականության կատարել են դրսից ստացված առաջադրանքներ։ Խմբի անդամները կազմակերպել են նաեւ Իրանից առաքվող թմրամիջոցների վաճառքը եւ ստացված միջոցները ուղղել Ադրբեջանում կրոնական արմատականության խթանմանը եւ այլ դիվերսիոն գործողությունների ֆինանսավորմանը։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատերազմի թեժ փուլում են, քանի որ Վաշինգտոնը զենք է մատակարարում Կիևին։ Այդ մասին Ռուսիա մեկ հեռուստաալիքին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մենք իսկապես պատերազմի թեժ փուլում ենք, քանի որ ուկրաինացիները առաջին հերթին կռվում են ամերիկյան զենքով, ասել է Լավրովը։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է պահպանվեն։ Կարծում եմ, որ հարաբերությունները պետք է պահպանվեն։ Ամենայն դեպս մենք հույսը չենք կորցնում, որ ամերիկացիները ուշքի կգան եւ այնուամենայնիվ ինչ-որ երկխոսություն կվերսկսվի, ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը։ Ապրիլի 5-ին Արցախի հանրապետության ՆԳ նախարարությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը երթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Նշանադրության տակ վերցրել այս անգամ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին։ Վերջինս ժամը 16:00-ի սահմաններում Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող Բելարոս 82 մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ Արագից մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ 68 թեմի զրույցում Խնապատի գյուղապետ Սամվել
Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանն ասաց, որ նման կրակոցները սովորական բնույթ են կրակում։ Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է։ Այս անգամ էլ կարծես որևէ տարբերություն չկար։ Ինչպես միշտ թշնամին կրակել է դաշտում աշխատող մարդկանց ուղղությամբ։ Թիրախում տրակտորն է եղել։ Տրակտորի վրային կրակել։ Կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Թուրքերի կրակոցների դեմ մենք իմունիտետ ենք ձեռք բերել։ Հենց կրակում են, այդ պայն աշխատանքները դադարեցնում ենք։ Մեկից երկու օր հետո նորից վերսկսում։ Այլ տարբերակ չունենք։ Ճարներս ինչ է։ Եթե այստեղ ենք ապրում, ապա մեր հողը պետք է մշակենք, շեշտեց Սամվել Շարմանյանը։ Խնապատի գյուղապետը տեղեկացրեց, որ Արցախի շրջափակման պայմաններում դժվարություններ ունեն սերմացուի ու դիզվառելիքի հարցում, սակայն ամեն ինչ անում են, որ խնդիրը լուծվի։ Աջակցում է նաև Արցախի կառավարությունը։ Հիմա տեսեք, թշնամին արդեն տեղ գյուղում է։ Ինչ կարող եմ ասել։ Սյունեցիներից շատերն ասում էին, եթե Արցախը չլիներ, մենք միլիոնատեր կլինեինք։ Ես հիմա ինչ կարող եմ ասել Սյունեցուն։ Մտածում էին, որ Արցախը տան, Սյունիքը, Երևանը խաղաղ ապրելու է։ Ես ոչինչ չունեմ ասելու։ Գիտեք ցավալին որն է, որ դրանից ամբողջ ազգն է տուժվում։ Սա է ամբողջ խնդիրը։ Ես հրապարակեց Սամվել Շարմանյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերին երակողմ հայտարարության դրույթները բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։ Արդեն 116-րդ օրն է, 120,000 արցախահայեր Ադրբեջանի շրջափակման հետևանքով ապրում են հումանիտար աղետի մեջ։ Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի հատուկ ընդհանրակարգերի 5 մանդատակիրներ հայտարարություն են հրապարակել, որում Ադրբեջանի կառավարությունը կոչ են անում անապահ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչնդոտ երթևեկության եւ անվտանգ տեղաշարժման վերականգնման ուղղությամբ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները մասնավորապես հայտարարել են, որ Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միակ տրանսպորտային միջանցքն է եւ այն հումանիտար նշանակություն ունի։ Միջանցքի արգելափակումը խախտել է Լեռնում բնակվող շուրջ 120,000 մարդու սննդի, տեղորայքի, վառելիքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը։ Հումանիտար իրավիճակը սրվել է գազամատակարարման բարբերական խաթարումների պատճառով, ինչը խախտել է նաև բուժհաստատությունների աշխատանքը։ Կրթական հաստատությունները եւս խախտել են աշխատանքը։ Ըստ ՄԱԿ-ի փորձագետների, լեռն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի տևական արգելափակումը կարող է հանգեցնել բնակչության համար հումանիտար աղետալի հետևանքների եւ իրավունքների խախտման։ Մարտի 30-ին Արցախի հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը այդ գիշեր փակել են Գորի Ստեփանակերտ մայրուղին, Աղավնո եւ տեղ գյուղերի արանքում։ Նույն օրը 160 TM-ին տեղամայնքի ավականու անդամ, Արավոս գյուղի նախկին ղեկավար Արգամ Օվսեփյանը ասել էր, որ ադրբեջանցիները զավթել են տեղամայնքի բնակիչների դաշտի մոտ 80 հեկտարը եւ դիրքավորվում են։ 168 TM-ի զրույցում Արգամ Օվսեփյանն ասաց, որ իրավիճակը շարունակում է նույնը մնալ։ Զարմանում եմ, որ տեղամայնքի ղեկավարն այս ամեն ինչը չի մեկնաբանում, գուցե առաջնագծում է։ Տեսեք, չանհանգստացնենք։ Թշնամին արդեն 11-րդ հենակետն է տեղադրում առաջնագծում։ Այդ հենակետից մինչև տեղ գյուղի վերջին տունը մոտ 1 կիլոմետր է, նշեց Արգամ Օվսեփյանը։ Նրա համար անտրամաբանական է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, երբ ասում է, որ սահմանը պետք է հսկեն սահմանապահները, այլ ոչ թե հայկական բանակը։ Ինչ է նշանակում սահմանապահ զորք։ Սահմանը սահմանապահները հսկում են այն ժամանակ, երբ պատերազմական իրավիճակ չի լինում։ Սահմանների ճշգրտում արել է, հիմա էլ սահմանապահ զորք է կանգնեցնում։ Սահմանազատում եւ սահմանագծում արել է, պատերազմական իրավիճակում բերում է։ Երկու հոգու կանգնեցնում 13 պոստի դիմաց, որ ինչ անի, դրա անունը ինչ է դնում։ Ով է նման բան տեսել, շեշտեց նա։ Ըստ Արգամ Օվսեփյանի, այս իրավիճակի լուծումը մեկն է՝ զինվել ու պայքարել։ Այլ ճանապարհ չկա։ Պիտի զինվենք, լավ զինվենք, մենք ուժեղ ենք, մենք կշպրտենք դրանց։ Ադրբեջանցիներն էլ գիտեն, որ թույլ են։ Սահմանապահ գյուղերում բոլորն էլ կռվող տղերք են։ Միակ ճանապարհը սա է։ Ես հրապարակեց մեր զրուցակիցը։ Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը երթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերին երակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի հանրապետության տարածքում։ Ստեփանակերտ Ղայբալիշյան Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին եւ վերահսկում են այն։ Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ, ապահովելու համար նրանց վերադարձի ելման դիրք։ Հիշեցնենք նաև, որ արդեն 113-րդ օրն է Արցախի հանրապետությունը Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։